Այսինքն երբ որ ես ասում եմ մեզ մեղադրում են մի բանում, որում մենք իրականում մեղավոր չենք։ Մեզ չեն մեղադրում այն բանում, որում մենք կարող ենք կամ ավելի հավանական է, որ մեր մեղավորությունը կհիմնավորվի։ Սա ծիծաղելի է։ Ինչ կարևոր է ինչու մենք քեզ մեղադրում։ Այսինքն ոնց մեզ մի բանում չեն մեղադրում, բայց այն մյուս բանում են մեղադրում եւ դրա համար ժողովուրդը մեզ ընտրեց, սա ինչ բան է։ Սա ծիծաղելի է։ Կամ ով է մեղադրում։ Ոնց կարելի է բոլոր մեղադրողներին դնել նույն հարթության վրա։ Սա ինչ բան է։ Բայց սա էլ պատճառում, ինչու չեն մեղադրում, որովհետեւ այս պարագայում մեղադրանքը ավելի կլղոզվի, շատ ավելի մեծ շրջանակների հասցեատեր դարձնելով։ Այսինքն կդառնա, որ այդտեղ իրականում այդտեղ էլ անձնավորելը, հասցեականացնելը մեղադրանքը շատ ավելի բարդ է։ Սա էր իմ ասածը։ Կարողացա միտքս բարձրացնել։ Այսինքն դուք եկել եք իշխանության։ Չէ, չկարողացա։ Իմ համար սա հասկանալի չէր։ Եվ տեսնելով, արդեն տիրապետելով ռեալ իրավիճակին, հասկացել եք, որ այն ինչ մենք պատկերացնում ենք, պատկերացրել ենք եւ այն իրականությունը, որ կա, իրար հետ աղերս չունի։ Տեսեք, Եվ այդ մասին չեք բարձրաձայնել։ տեսեք, Ուրեմն Պետրոս Ղազարյան 20 տարվա լրագրող տալիս է այսպիսի հարց։ Դուք եկել եք եւ պատկերացրել եք, որ այն ինչ մենք պատկերացնում ենք, իրականության հետ կապ չունի։ Մենք, ով է այդ menքը։ Այդ menքի մեջ մտնում է ծովից ծով Հայաստան գոռացողներից, մինչև Լևոն Տեր-Պետրոսյան։ Բոլոր այդ menքի մեջ կա։ Սա ծաղրուծանակ է։ կարևոր է արձանագրել, որ դա մի օրում տեղի ունեցած իրադարձություն չէ, որովհետև դա այնուամենայնիվ մենք հիմա կարող ենք դրա մասին խոսել 10 րոպեի, կես ժամվա կամ մի ժամվա ընթացքում, բայց այդ արձանագրումը անելը ինքը որոշակի գործընթաց է եւ այդ գործընթացը պետք է արձանագրել, որ այդ գործընթացը քաղաքական է, այդ գործընթացը գիտակցական է, այդ գործընթացը ենթագիտակցական է, այդ գործընթացը էմոցիոնալ է, այդ գործընթացը աշխարհքաղաքական է, այդ գործընթացը տարածաշրջանային է եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն այնպես չի, որ եկանք, նայեցինք եւ արձանագրումը արեցինք, բայց մեծ հաշվով, այո, կարող ենք նաեւ այդպես անել։ Եվ հետեւաբար նաև քանի որ ես ինքս եմ թեման առաջարկել, ես ինքս էլ ենթադրում եմ, որ հարց է ծագում, բայց ինչի չի հաղորդակցվել այդ ամեն ինչը, ինչու այդ մասին չի ասվել, շատ պարզ պատճառով, որովհետև նաև կառավարության համար, նաև իշխանության համար, ընդհանրապես որևէ քաղաքական ուժի համար, ասելու համար, որ տեսեք, սա չլինող է, պետք է վերջում անել առաջարկ, հետևաբար ինչ անենք մենք եւ այս հետևաբարի սոցիալ հոգեբանական, գիտակցական, ենթագիտակցական անհնարինությունն է, որ մեզ ըստ էության դրել է իրավիճակի առաջ, ընդ որում այդ թարգմանեմ Հայաստանի վարչապետի ասածը։ Թարգմանեմ։ Նախ թարգմանեմ, հետո ասեմ, թե ինչու է մարդը սուտ խոսում։ Մեծ իմաստով ինքը ասում է մի բան։ Մենք եկել ենք իշխանության, ժողովուրդը մեզնից պահանջում էր ամբողջ Ղարաբաղը ստատուս քվոն պահել, դարձնել Հայաստան, աշխարհնել, ճանաչել, Ադրբեջանին ծնկի բերել։ Մենք դա չէինք կարող անել, բայց ամաչում էինք ձեզ ասենք, սիրելի ժողովուրդ։ Ամաչում էինք, չէինք երեսներս չէր բռնում, որ ասենք։ Սա ցինիզմի արտահայտություն է։ Նախ ծայրից ծայր սուտ է, որովհետև առաջին օրվանից Ստեփանակերտում հայտարարողը, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, այսպիսի բան հիմա չի կարող ասել։ 1. Երկրորդը, եթե իշխանությունը գալիս է եւ ասում է, մենք ժողովրդի կամ հայության ցանկությունները չէինք կարող այնտեղ ապահովել, բայց ամաչում էինք ասել, դա մի բան է նշանակում, որ մարդը պատկերացում չունի, թե ինչ է նշանակում պետություն, պատկերացում չունի, թե ինչ է նշանակում բանակցություն, պատկերացում չունի, թե ինչ է նշանակում իշխանություն, պատկերացում չունի, թե ինչ է նշանակում պատասխանատվություն։ Մարդիկ պատկերացում չունեն։ Ո՞նց եմ ասում։ Բացարձակապես կարևոր չէր, թե հայ ժողովուրդը ինչ կարծիք ուներ Ղարաբաղի մասին։ Դու եկել ես իշխանության, դու հարց ես լուծում։ Կա փաստաթուղթ, կա ժառանգություն, կա 20-25 տարվա բանակցությունների արդյունք, կա ուժերի հարաբերակցություն։ Դու գիտես քո զենքի չափը, դու գիտես հակառակորդի զենքի չափը։
Դու գիտես քո դաշնակիցն ով է, դու գիտես հակառակորդի դաշնակիցն ով է, դու գիտես քո դիրքը որտեղ է, դու գիտես հակառակորդի դիրքը որտեղ է, դու գիտես աշխարհը ոնց է վերաբերվում քեզ ու քո հակառակորդին։ Դու գիտես ի վերջո այդ տարածքը պաշտոնապես որ երկրի մաս է ճանաչված։ Եվ վերջապես դու մի մարդ ես, որը շփվել է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ եւ բացատրել է 2009 թվականին, բացատրել է Լևոն Տեր-Պետրոսյանի մտքի ճշմարտացիությունը, որ պետք է Արցախի հարցը լուծել այս եւ այս ճանապարհով։ Հիմա եթե ես բռնեմ ձեզ ցույց տամ, թե ինչ է գրել Նիկոլ Փաշինյանը 2009 թվին, ինչպես է մեկնել, բացատրել Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները Արցախի խնդրի մասին, ով որ չի լսել, սա լսի եւ Նիկոլ Փաշինյանի այն ժամանակվա գրածը նայի, այս մարդուն գժանոց ուղակի պետք է ուղարկել դրանից հետո։ Ուղակի ուղարկել գժանոց, որ գնա բուժվի։ Այսպիսի բան ասել 2023 թվին, այսպիսի լուրջ դեմքով եւ այսպիսի ցինիզմով, սա տխուր է, պետության համար ամոթ է։